Ողջույն բոլորին, ձեզ հետ Գևորգն է եւ ինչ։ Մենք իմացանք Չեմպիոնների լիգայի եզրափակչի զույգին։ Ֆրանսիական Paris Saint-Germain-ն ու անգլիական Arsenal-ն են միմյանց դեմ մրցելու մայիսի 30-ին ու շատ հետաքրքիր հանդիպման ակնկալիք ես ունեմ, բայց մինչեւ այդ հանդիպումը եկեք խոսենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներից, հանդիպումներ, որտեղ մեր սպասելիքները շատ ավելի մեծ էին, քան մենք տեսանք, ու իրականում ի տարբերություն առաջին խաղերի դիմակայության, որտեղ մենք հրճվեցինք PSG Բավարիա խաղով եւ հիասթափվեցինք Ատլետիկո Արսենալ խաղով, դիմակայության երկրորդ խաղերը լրիվ հակառակ process-ը մեզ մոտ բերեցին։ Ես իրականում հիասթափված եմ Բավարիայի խաղով երկրորդ խաղակեսում, իսկ Արսենալ Ատլետիկո հանդիպումը իմ կարծիքով դրվագներով շատ ավելի հետաքրքիր էր, քան Մյունխենում տեղի ունեցած հանդիպումը։ Այսօր եկել ենք հենց դրա համար էլ, որպեսզի մենք խոսենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների մասին։ Կրկին ասում եմ, որ դժվար է երկար տեսանյութ լինի, որովհետև ընդամենը երկու խաղ ենք քննարկելու ու փորձելու ենք համագումարի բերել այն, ինչ մենք տեսանք։ Քիչ առաջ ավարտվեց Paris Saint-Germain Բավարիա հանդիպումը, ու որ PSG-ն դուրս եկավ եզրափակիչ, ու ես միանգամից նստեցի նկար հանելու այս տեսանյութը, այնպես որ գիշերվա 2-ն գրեթե լինում, ու եթե ես ձեզ համար այսպիսի տեսանյութ եմ նկարանում, խնդրանք կսեբաժնորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, հետևեք ինձ սոցիալական հարթակներում, Telegram-ում եւ Instagram-ում, որտեղ մենք ամենաարագն ենք քննարկում խաղերի ընթացքում տեղի ունեցողը, այնպես որ սպասում եմ ձեզ այնտեղ, իսկ մենք քննարկենք ֆուտբոլ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հերթական մրցաշարը, որը մոտենում է ավարտին, այս անգամ մեկը նոր անունով, մյուսը նախորդ մրցաշրջանի։ Իսկ ով է ֆավորիտը, ոչ մեկ չգիտի։ Ընկերներ, առաջարկում եմ խոսենք ամենաթարմից, Բավարիա Paris Saint-Germain հանդիպումից, որտեղ մեր ակնկալիքները իրականում շատ մեծ էին, վստահ եմ շատերի մոտ այն ակնկալիքներ, որ մենք եթե առաջին խաղում տեսանք թոփագույն ֆուտբոլ, լիքը գոլեր, երկկողմանի բաց ֆուտբոլ, այդ ամենից հետո մենք սպասում ենք նաև Մյունխենում, որովհետև այն ինչ խոսեցին մարզիչները հետխաղային ասուլիսների ժամանակ, որ Ինրիկեն ասեց, մեզ պետք է առնվազն 3 գոլ, որպեսզի մենք անցնենք Բավարիային Մյունխենում, Վենսան Կոմպանին, որ ասեց, որ այն երկրպագուները, որոնք տրամադրություն չեն ունեն այդ օրը եւ ունեն տոմս, խնդրում եմ տվեք այդ տոմսային մարդկանց, որոնք կգան ու պատրաստ են ամբողջ 90 րոպե մեզ աջակցել, մեզ ուժ տալ, որպեսզի այդ ամենը մեզ պետք է, որպեսզի comeback ձևակերպենք, Կոմպանի ասածը եղել էր, ու Մյունխենը Ալյանս Արենան լցված էր կարմիրով, Մյունխենն ամբողջությամբ պատրաստ էր comeback-ի, ու իրականում առաջին խաղակեսը այն ինչ մենք տեսանք մոտ էր իմ պատկերացրածին, Paris Saint-Germain-ն ու Բավարիան դուրս են եկել այն կազմերով, որոնք կային առաջին խաղում որոշակի փոփոխություններով, մեկնարկային կազմ էր վերադարձել Կոնրադ Լայմերը, Ալֆոնսո Դեյվիսի փոխարեն, Ստանիշիչը խաղում էր ձախ եզրում, Կոնրադ Լայմերը աջ եզրում, ու իմ կարծիքով հիմնական պատճառը կայանում էր նրանում, որ այն ծավալը, որը տալիս է Լայմերը խաղադաշտում, խոսքը գրում է հակապրեսինգի, գնդակով շարժի եւ այլն, Ալֆոնսո Դեյվիսը չի կարողանում տալ։ Այո, Դեյվիսը ավելի աթլետիկ է, այո Դեյվիսը ավելի արագ է, բայց ցավոք սրտի Ալֆոնսո Դեյվիսը վնասվածքից հետո ինչ վերականգնվել է, չի կարողանում ցույց տալ այն ֆուտբոլը, որը մենք տեսել ենք միջև վնասվածքը, իր այդ prime ժամանակները 2020-2021 թվականները, որտեղ Ալֆոնսո Դեյվիսը օբյեկտիվորեն աշխարհի լավագույն ձախ պաշտպանն էր, հիմա այդ Դեյվիսը չկա, հուսամ կվերադառնա, բայց այս պայդրությամբ չկա, ու Կոնրադ Լայմերը վերադարձավ մեկնարկային կազմ։ Խնդիրներ կային նաև Paris Saint-Germain-ի մոտ, որտեղ Աշրաֆ Հակիմին վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել խաղին եւ նրա փոխարեն աջ եզրում տեղ զբաղեցրեց Զայր Էմերին։ Իրականում վերջին երկու մրցաշրջանում, շատ հետաքրքիր տենդենց է դարել կիսապաշտպաններին տեղադրել, այսպես ասենք, տեղադրել աջ եզրային պաշտպանի դիրքում, որտեղ գնդակով լինելու ժամանակ տվյալ դիրքում գտնվող ֆուտբոլիստը այլ ֆունկցիաներ է կատարում, ու խնդիրը հենց կայանում էր դրանում, բայց ինչպիսի հանդիպում մենք տեսանք, ու երևի թե առաջին խաղակեսն էր, որ տպավորիչ էր, երկրորդը ընդհանրապես տպավորիչ չէր։ Մյունխենի Բավարիան
արեց այն, ինչ ինքը անում է լավագույնը, ինքը տիրը մեր գնդակին հիասքանչ, ինքը հակապրեսինգով ֆանտաստիկ էր, իմ կարծիքով, ես իմ Telegram-յան ալիքում էլ դա գրեցի, որ Մյունխենի Բավարիան ունի այնպիսի հակապրեսինգ, որը ես վերջին 10-15 տարիների ընթացքում չեմ տեսել, նույնիսկ Յուրգեն Կլոպի այն top Liverpool-ը, որը 18-19 մրցաշրջանում այդ առումով աշխարհում անգնահատելի էր ու լավագույնն էր, նույնիսկ Liverpool-ը չուներ այնպիսի հակապրեսինգ, ինչպիսին ունի հիմա Մյունխենի Բավարիան։ Մյունխենի Բավարիան միանգամից գնաց պրեսինգի, Մյունխենի Բավարիան միանգամից գնաց հարձակման, բայց տեղի ունեցավ այնպիսի մի բան խաղի ընթացքում, որը ամբողջությամբ խառնեց Վենսան Կոմպանիի խաղաթղթերը, դա է շատ արագ գոլ, որը խփեց Paris Saint-Germain-ը, որպեսզի հասկանաք, երկու թիմերն էլ ֆանտաստիկ են X հատկություններում, եթե մենք խոսում ենք Բավարիայի մասին հակապրեսինգի վերաբերյալ, ապա Paris Saint-Germain-ի մասին պետք է խոսենք transition-ները, թե ինչպես են նրանք պաշտպանությունից գնում հարձակման, թե ինչպես են նրանք հարձակումից արագ վերադառնում պաշտպանություն։ Այդ ամենը իհարկե գալիս է կիսապաշտպանության արագ մտածելակերպից ու հարձակման գծի ֆանտաստիկ տեխնիկապես ու ֆիզիկապես զարգացված լինելուց։ Խվիչակ Կվարացխելյան ամբողջ խաղակեսի ընթացքում կամ ամբողջ խաղի ընթացքում տենց էլ կարող ենք ասել, ուղղակի հոշոտեց Կոնրադ Լայմերին, Կոնրադ Լայմերը, որը կատարում էր երկու տարբեր ֆուտբոլիստի պարտականություններ, ինքը համ բարձրանում էր վերևում օգնում էր Օլիսեին, համ բարձրանում էր Օլիսեի համար կատարում էր կեղտոտ աշխատանք, որպեսզի Օլիսեն ստանար այդ գնդակը։ Օլիսեն, որը խայտառակված հանդիպում անցկացրեց, ուղղակի չհասցրեց Բավարիան Լայմերը առաջին լուրջ հակագրոհի ժամանակ Paris Saint-Germain-ի հետևից ու Խվիչակ Կվարացխելյան, որը իմ կարծիքով կոնկրետ այս հանդիպումը վերջնականապես ինձ մոտ փաստեց, որ աշխարհի լավագույն ձախ վինգերն է, գտավ Ուսման Դեմբելեին, Բավարիան չհասցրեց վերադասավորվել այդ քանզի կա, չէ, այդ հակապրեսինգը շատ արդյունավետ է, եթե դու կատարում ես այդ հակապրեսինգը ու խլում ես գնդակը մրցակցից, գնդակը կորցնելուց 3-4 առավելագույնը 5 վայրկյան հետո։ Դրանից ավել, եթե դու չես կարողանում խլել գնդակը, ապա դու կամ պետք է նահանջես ու գնաս դիրքային պաշտպանության, կամ էլ դու պետք է պատժվես այնպես, ինչպես պատժեց Paris Saint-Germain-ը Բավարիային։ Դեմբելեն խփեց շատ արագ գոլ ու դրանից հետո ամբողջությամբ Paris Saint-Germain-ը սկսեց խաղալ երկրորդ համարով։ Մյունխենի Բավարիան առաջին խաղակեսում փայլուն էր։ Մյունխենի Բավարիան փորձում էր գրոհներ ձեռնարկել կենտրոնով, եզրերով, իրականում շատ խանգարեց կոնկրետ առաջին խաղակեսում Բավարիային Մայքլ Օլիսեի եսասիրությունը։ Մայքլ Օլիսեն շատ էր ստանում գնդակը, ուշ էր փոխանցում, ուշ էր ազատվում նրանից, դժվարությամբ էր գտնում բաներին, թիմակիցներին։ Նույնը կարելի ասել նաև Լուիս Դիասի մասին ու այդ ամենը, այսինքն Բավարիայի հիմնական զենքերից երկուսը ուղղակի չէին աշխատում առաջին խաղակեսում։ Կիմիխը փորձում էր պարբերաբար գտնել Հարի Քեյնին, բայց Հարի Քեյնի հետ միանգամից աշխատում էր կամ Մարկինյոսը կամ Ուիլյամ Պաչոն, շատ մոտ էին խաղում։ Ֆաբիան Ռուիզն էր իդեպ հայտնվել մեկներկային կազմում, մարդ, որը կբալանսավոր էր այդ ամենը, հա, եթե առաջին խաղում Վիտինյան էր, Ժոաու Նևեշն ու բանը Զայրեմերին, որ միայն տեմպի ու արագության մասին էին, Ֆաբիան Ռուիսը այդքան էլ տեմպի ու արագության մասին չէ, Ֆաբիան Ռուիսը գնդակ պահելու, բալանսավորելու, տեմպը ինքը թելադրելու համար էր, ու Ֆաբիան Ռուիսի գործոնը այս խաղում եւս օգնեց Paris Saint-Germain-ին։ Ամբողջ խաղակեսի ընթացքում Բավարիան գրոհում էր, Paris Saint-Germain-ը խփած գոլից հետո ընդհանրապես չէր երևում հարձակման գծում, բայց ռեալիզացիան, պաշտպանների հաջող խաղը, ընդհանուր թիմային պաշտպանությունը Paris Saint-Germain-ի մոտ այսօր այնքան լավն էր, որ Բավարիան ընդամենը վերջում կարողացավ խաղավերջում ավելացված 4-րդ րոպեին գրավել մրցակցի դարպասը։ Ինչ կարելի է ասել առաջին խաղակեսի մասին, Բավարիան չեմ ուզում ասել կոտրվեց, բայց ուղղակի տպավորություն էր ստեղծվել գոլ բաստողներից հետո, որ ինքը չգիտի ինչ պետք է անի։ Խոտանը բավականին շատ էր Բավարիայի մոտ, իմ կարծիքով երևի թե վիճակագրություն պետք է նայենք, ճիշտն ասած, հիմա չկա այդ վիճակագրությունը, բայց եթե վիճակագրությամբ նայենք, ինձ թվում է, որ մրցաշրջանի կտրվածքով սա կարող է լինել top 5 խաղերից մեկը, որտեղ Բավարիան առավելագույնս խոտանն է թույլ տվել գնդակով խաղալիս։ Առաջին խաղակեսում ամեն ինչ շատ հարթ էր, ամեն ինչ շատ լավ էր, մենք նայում էինք ֆուտբոլ, ճիշտ է, ոչ այն տեմպը, որը հաղորդել էին թիմերը Parc des Princes-ում, բայց Բավարիան ինչ որ բան փորձում էր անել, Բավարիան փորձում էր գնալ հարձակման, փորձում էր ետ բերել կորցրածը։ Ու ես հիմա կփորձեմ գտնել այդ անձնավորության գլխավոր մրցավարի անուն ազգանունը, որովհետև երբ որ ես տեսա իրան, ես իրականում չէի էլ ճանաչում ով է այդ մարդը։ Հեսա փորձեն գտնել։
Ժուաու Պեդրո Սիլվա Պինյերո։ Ով է այս անձնավորությունը։ Ոչ մեկ չգիտի դրա մասին, ընդհանրապես ոչ մեկ չգիտի ով է Ժուաու Պեդրո Սիլվա Պինյերոն, դա գլխավոր մրցավարն էր, հարգելի ընկերներ, գլխավոր մրցավարը Բավարիա Պարիս Սեն-Ժերմեն խաղին։ Երկու շատ լուրջ վիճահարույց դրվագ տեղի ունեցավ առաջին խաղակեսում, մեկը դա Նունո Մենդեշի ձեռքով խաղն էր, որտեղ այդ պահին Նունո Մենդեշն ուներ արդեն դեղին քարտ, բայց ինչպես ցույց տվեց մրցավարը, մինչև Մենդեշի ձեռքին դիպչելը գնդակը դիպչել էր Կոնրադ Լայմերի ձեռքին, բայց որպես այդպեսին հերարձակողները մեզ ոչ մի լուրջ կրկնապատկեր ցույց չտվեցին, որ մենք համոզվենք, որ այո, գիտեք ինչ կա, առաջինը ձեռքին դիպչել էր Կոնրադ Լայմերին, հետո արդեն Նունո Մենդեշին, ու տեղ իրականում տենց հայեցողության հարցեր ընկերներ, ու ես կոնկրետ այդ իրավիճակում չեմ մեղադրում գլխավոր մրցավարին, որովհետև կա մրցավար, որ կտար դրա համար երկրորդ դեղին քարտ, կա մրցավար, որ ընդհանրապես դեղին քարտ չէր տա։ Այս մրցավարը որոշեց չպատժել Պարիս Սեն-Ժերմենին, չքանդել խաղի որակը, որպեսզի թիմերը շարունակեն այդպես պայքարել։ Ու ես իմ Telegram-յան ալիքում, երբ որ հիմա խոսենք արդեն երկրորդ դրվագի մասին, ես իմ Telegram-յան ալիքում նշեցի, որ ես այս կյանքում շատ քիչ բաներ կա, որ հասկանում եմ բարդությամբ, բայց բաներ կան, որ ես մինչև հիմա չեմ հասկացել, թե ինչու է այդ ամենը այդպես։ Առաջինը այդ երկրաչափությունն է, թե ինչի է երկրաչափությունը այդքան բարդ, հա, տպավորությունը, որ լավ, երկուսն էլ մաթեմատիկա է։ Դպրոցում մենք անցնում ենք, չէ՞, հանրահաշիվ ու երկրաչափություն։ Հանրահաշիվը իմոց ստացվում էր, երկրաչափությունը չէր ստացվում, որտեղ ես չէի հասկանում ինչպես են աշխատում այդ ամենը, չէ, ես դեբիլ չեմ, բայց ես իրականում չէի հասկանում ոնց է այդ ամենը աշխատում։ Երկրորդի մասին ես չեմ պատրաստվում խոսել, որովհետև դա շատ ցավոտ թեմա է իմ համար։ Եվ երրորդը ինչպես են փոխվում օրենքները ու ինչպես են ընդհանրապես աշխատում օրենքները ձեռքով խաղի վերաբերյալ։ Դրվագը հետևյալն է։ Գրոհում է Բավարիան, Պարիս Սեն-Ժերմենը խլում է գնդակը ու Վիցինյան փորձում է հեռացնել այն։ Հեռացնելու ճանապարհին գնդակը դիպչում է Ժուաու Նևեշի ձեռքին, որը գտնվում էր այս իրավիճակում, ինչը խոսում է այն մասին FIFA-ի օրենքով, որ դա մարմնի արհեստական մեծացում է, դա ձեռքի ոչ բնական դիրք է ու փաստացի դա պետք է լինի 11 մետրանոց, բայց ինձ թվում է այդ FIFA-ի օրենքների գրքում սենց էջեր կան, որ սենց իրար կպած են ու թերթելուց իրանք չեն բացվում, բայց հետո որ դու սենց փորձում ես իրանք ճղես, սենց ճղեցիր, ընդ տառերը մաշվում են եւ այլն, դու բացում ես այդ էջը։ Ու երբ որ դու բացում ես այդ էջը կամ էջերը, որոնք կան, ոնց ես հասկանում եմ, ու այդ էջերը շատ են, դու նկատում ես այնտեղ օրենքներ, որոնք շատ հակառակն են ապացուցում քեզ։ Ես տեսա Los Blancos-ի Telegram-յան հարթակում, թե ինչու սա 11 մետրանոց չի ու ինչու միանգամից գլխավոր մրցավար ասեց ոչ ու նույնիսկ չոք տվեց վառ համակարգից։ Ես հիմա կփորձեմ դա ձեզ կարդալ։ Ես հիմա պետք է գտնեմ ավելի ճիշտ։ Ես հեսա կգտնեմ ինչու դա 11 մետրանոց չէր։ Իրականում ես սկզբում միանգամայն ջղայնացա, թե ինչպես կարելի է դա 11 մետրանոց չնշանակել, բայց հիմա փորձեմ գտնել։ Եթե իհարկե մհերը չի ջնջել, ահա, ես կարդում եմ։ Գնդակը հեռացվում է թիմակցի, այլ ոչ թե մրցակցի կողմից, գնդակը չի ընթանում դեպի դարպասը, այլ հեռացվում է սեփական տուգանային հրապարակից։ Այսինքն, ըստ օրենքի ՊՍԺ-ի դարպասին ոչ մի վտանգ չէր սպառնում, որպեսզի 11 մետրանոց նշանակվի։ Ես չգիտեմ։ Գուցե օրենքով ճիշտ է։ Գուցե մենք չենք հասկանում, կամ գուցե քիչ գիտենք, քան մնացածը։ Ուղղակի ֆուտբոլը այնքան են բարդացրել ընկերներ, իրոք ֆուտբոլն այնքան են բարդացրել, որ դու արդեն չես էլ ուզում հասկանաս ֆուտբոլը, դու չես էլ ուզում խորանաս ֆուտբոլի մեջ, որովհետև մարդիկ այնքան են կախվում այդ փրփուրներից, մարդիկ այնքան են կախվում այդ դետալներից, որ հետաքրքրությունը որպես այդպեսին կորչում։ Ես վերջերս դիտեցի ուղղակի հետաքրքրության համար դրեցի ու նայեցի 2002 թվականի Բրազիլիա-Անգլիա քառորդ եզրափակիչը մունդիալի, որտեղ Բրազիլիան 2-1 հաշվով հաղթեց այնտեղ։ Օվենը գոլ խփեց պլյուս Ռիվալդոն ու Ռոնալդինյո։ Ընկերներ, այնտեղ այնքան պարզ էր ամեն ինչ։ Հա, ես նորից ասում եմ, որ մերօրյա ֆուտբոլը շատ ավելի լավն է, քան այն ժամանակվա ֆուտբոլը։ Տեմպը, խաղային մարտավարությունը եւ այլն, այն ժամանակ ամեն ինչ անհատի վրա էր, հա։ Այնտեղ վառ ուժեղ ու թույլ կար։ Հիմա նման բան չկա։ Բայց երբ որ ես նայում էի այդ խաղը, ես դրանից հետո դրեցի կիսա եզրափակիչը նայեցի։ Ընկերներ, ամեն ինչ այնքան պարզ էր, այն որ դու գնդակը դիպավ ձեռքին, всё, սա ձեռքով խաղ է, գնդակը տալիս ենք մրցակցին։
Թռար հենվեցիր ուսերից։ Դա խախտում է։ Դու արհեստականորեն բարձրացնում ես քեզ։ Հիմա ամեն ինչ այնքան բարդացված է, որ ես որ ես տեսա այդ դրվագը ասեցի, վայ Աստված։ Հեսա քննարկումները որ գնալու է, զզվելի է, ուղղակի զզվելի։ Ու իրոք այդպիսի բաներ գնացին։ Բայց քանզի ամեն ինչում պետք է չէ լավը գտնել։ Էս չեղավ Ռեալի ու Բարսելոնայի դեմ։ Շատ արագ ամեն ինչ հասկացան բոլորը։ Շատ արագ օրենքներն ընդունվեցին ու շարժվեցինք առաջ։ Առաջին խաղակեսն ավարտվեց։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, լավ, սենց ասեմ, իմ սուբյեկտիվ կարծիքով դա պետք է լինի 11 մետրանոց, որովհետև ես խաղային օրենքների մեջ սիրում եմ պարզություն։ Իսկ ֆուտբոլը այնքան են բարդացրել, որ վախենում ես արդեն կարծիք հայտնել, որովհետև գուցե FIFA-ի կանոնակարգի 48-րդ էջի 3-րդ կետի 65-րդ ենթակետը լրիվ հակառակն է ասում։ Ու դա իրականում իմ համար մի փոքր ատելության նշաններ է առաջացնում ֆուտբոլի հանդեպ։ Ես կլինեմ օբյեկտիվ, ես նույն ձև չեմ վայելում ֆուտբոլը, ոնց վայելում էի 5 տարի, 6 տարի, 7 տարի առաջ։ Ես իրոք այլևս չեմ վայելում ֆուտբոլը։ Ես դիտում եմ, որովհետև ես սիրում եմ ֆուտբոլ, որովհետև իմ կյանքի մասն է, որովհետև մեծ չափով դա նաև իմ աշխատանքն է, ես ֆուտբոլի շնորհիվ եմ ինձ գումար աշխատում ու ես պետք է փորձեմ մնամ այդ ոլորտի մեջ, որպեսզի ու դառնամ էլ ավելի լավ, որպեսզի շարունակեմ կայուն լինել, հա, որպես անձ, բայց ես ֆուտբոլն այլևս չեմ վայելում, որովհետև նման իրավիճակները, նման խոսակցությունները պլյուս արտաքին այլ բաներ, ուղղակի ստիպում են չնայել ֆուտբոլն այնպես ու չսիրել ֆուտբոլն այնպես, ինչպես մենք սիրում ենք փոքր տարիքում։ Երկրորդ խաղակես 15 րոպե թիմերը ունեին մտածելու գլխավոր մարզիչները, թե ինչ պետք է անել։ Վենսան Կոմպանին պետք է մեծացներ արագությունը։ Վենսան Կոմպանին պետք է բացատրեր Մայքլ Օլիսեին, որ ինքը եսասեր չպետք է լինի։ Վենսան Կոմպանին պետք է լուծեր Կոնրադ Լայմերի խնդիրը։ Իսկ Paris Saint-Germain-ը ուղղակի պետք է լուծեր տեմպի հարցը։ Երկրորդ խաղակեսը սկսվեց, ընկերներ, ու տպավորություն էր, որ խնդիրներ դրվել էր մարշչի կողմից ընդամենը մեկ թիմին։ Կոնկրետ խնդիրներ։ Paris Saint-Germain-ը ամեն անգամ գնդակը ստանալիս ուղղակի իջեցնում էր տեմպը։ Այո, ֆուտբոլիստները փախնում էին։ Այո։ Ուսման Դեմբելեն հեռացավ խաղադաշտից, նրա փոխարեն խաղը շարունակեց Բրեդրի Բալկոլյան։ Հակագրողների վտանգ միշտ կար։ Բայց Paris Saint-Germain-ը ամեն անգամ գնդակը ստանալիս տեմպը թուլացնում էր։ Իրանք ունեին 2 գոլի առավելություն, իրանք շտապելու տեղ ընդհանրապես չունեին։ Թքած այդ հանդիպումը կավարտվի 2-0 մենք կհաղթենք, թե 1-0 մենք կհաղթենք, մենք հաղթում ենք 2 գոլի առավելությամբ։ Իսկ Բավարիան, ընկերներ, ընդհանրապես երկրորդ խաղակեսում ոչինչ չառաջարկեց։ Վենսան Կոմպանիի փոփոխությունները չօգնեցին։ Տպավորություն էր, որ թիմը առաջին խաղից ու այս առաջին խաղակեսից հետո ուղղակի ֆիզիկապես հոգնել է ու չի կարողանում տալ այդ նույն ծավալը։ Հակապրեսինգը նույն ձև չէր աշխատում։ Միակ ֆուտբոլիստը, որը աչ ու ձախ վազում էր, իրան ճղում էր, այդ երկու հոգի լավ ես հիշեցի։ Մեկը Լայմերն էր, որը ամբողջական հանդիպում անցկացրեց ու իրականում շատ լավ հանդիպում անցկացրեց, որովհետև երկրորդ խաղակեսում Լայմերը հանգիստ գնում էր գրոհի, որտեղ հակագրոհող չկար։ Ու Կիմիխը, որը ստանում էր, բաժանում էր, կորցնում էր, գնում էր, խլում էր, վերցնում էր, բաժանում էր։ Շատ թույլ հանդիպում անցկացրեց Բավարիայի հարձակման գիծը։ Օլիսեն ու Դիասը չէին մատակարարում գնդակ Հարի Քեյնին։ Քեյնի հետ շատ առանձին էին աշխատում։ Այո, Քեյնը գոլ խփեց 7-րդ անընդմեջ Չեմպիոնների լիգայում, բայց Բավարիան ուղղակի տապալեց երկրորդ խաղակեսը։ Վերջում 1-1, բայց դա շատ արդեն ուշ էր։ Արթնանալու, նորից ակտիվանալու ու եւս մեկ գոլ խփելու համար։ Paris Saint-Germain-ը արժանիորեն դուրս է գալիս եզրափակիչ։ Ես ասել էի, որ այս թիմերից ով էլ դուրս գա եզրափակիչ, ամբողջությամբ արժանի է։ Եվրոպայի 2 լավագույն հարձակվողական ոճով թիմերը միմյանց դեմ մրցեցին, հաղթեց փորձովը։ Եթե խոսքը գնում է մարզչի մասին, հաղթեց փորձով մարզիչը։ Մարզիչ, որը գիտի երբ տեմպ տա, երբ թուլացնի, երբ խաղը հաշվի վրա, երբ ոչ։ Վենսան Կոմպանին կարծում եմ այնքան էր գերվել իր ցուցադրած գեղեցիկ ֆուտբոլով, որ ինքը ուզեցավ այդպես էլ շարունակի, չհասկանալով, որ պետք է մեկ ոտքը դնել սեղմակին
եւ դանդաղեցնել արագությունը։ Կոմպանին դա չսիրեց ու չուզեց։ Դրա համար բավարարվում է Բունդեսլիգայով ու գուցե Գերմանիայի գավաթով։ Treble չի լինի, բայց ասել, որ Կոմպանիի մրցաշրջանը ձախողված է, եւս սուտ է։ Դե իսկ Paris Saint-Germain-ը գնում է երկրորդ անընդմեջ Չեմպիոնների լիգան նվաճելուն։ Մադրիդի Ռեալը այնտեղ կողքից նայում ասում է լավ, կարողա իմ ռեկորդը կրկնեն։ Չնայած այդ կրկնելու համար պետքա խայտարակ շատ ներուժ։ Պետք է այս ամենը անել ոչ միայն Չեմպիոնների լիգայի եզրափակչում ու հաղթել այն, այլ գալիք մրցաշրջանում։ Բայց Paris Saint-Germain-ի տարիքը ընդհանուր թիմի, բայց Paris Saint-Germain-ի ցանկությունը ու քաղցը ցույց է տալիս, որ Ռեալի ռեկորդը սարերի հետևում չէ ու նրանք կարող են դա անել։ Բրավո երկու թիմերին էլ։ Ես ընդհանուր դիմակայությունից հաճույք ստացա։ Միայն հիասթափվեցի երկրորդ խաղակեսով երկրորդ հանդիպման։ Բավարիայից սպասում էի շատ ավելին, իսկ Paris Saint-Germain-ին հարցեր չկան։ Իրանք հաղթող դուրս եկան այս դիմակայությունից։ Եվ երկրորդ հանդիպումը, որը որպես այդպեսին երեքշաբթի օրը կայացավ, Arsenal Madrid-ի Atletico, Arsenal-ը հաղթեց 1-0 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ 20 տարվա դադարից հետո Arsenal-ը կրկին եզրափակչում է, չգիտեմ, շատերդ ծնված չէիք լինի այդ ժամանակ, շատերդ շատ փոքր եք եղել, որ Arsenal-ը Չեմպիոնների լիգայի եզրափակչում էր, եթե կհիշեք Բարսելոնայի հետ 2005-2006, չէ, 2004-2005 մրցաշրջան էր, գուցե սխալվում եմ, բայց կամ 2005 կամ 2006 թվականն էր եզրափակիչը, որտեղ Arsenal-ը փաստացի ավելի լավն էր, քան Բարսելոնան ու միայն Յենս Լեմանի 11 կարմիր քարտը ստիպեց, որպեսզի Arsenal-ը փակվի ու Բարսելոնան հաղթեց կամային հատկանիշներով այդ հանդիպումը։ Բելետին ու Սամուել Էտոն ոնց որ դարձան գոլի հեղինակ։ Ու Arsenal-ը շատ մեծ մոտիվացիայով մոտեցել էր նաև այս խաղին ու իրանք ուզում էին խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Ես չեմ պատրաստվում խոսել, թե ինչպես ընթացավ հանդիպումը, որովհետև եթե շատ կարճ լինենք, մինչև 65-րդ րոպեն հավասար պայքար էր, Ատլետիկոն էլ էր գրոհում, Arsenal-ն էլ էր գրոհում, առաջին խաղակեսի վերջնամասում Arsenal-ը շատ ավելի լավն էր, քան Ատլետիկոն, որտեղ Ատլետիկոն շատ բան իր մոտ չէր ստացվում, Ադեմոլա Լուկմանը շատ թույլ հանդիպում անցկացրեց, Խուլիան Ալվարեսը, որը նոր էր վերականգնվել վնասվածքից, նույնիսկ 60 րոպե չկարողացավ խաղալ, բայց առաջին խաղակեսում Ատլետիկոն շատ լավն են, իրանք փորձում էին որսալ մրցակցին սխալի վրա, իրանք արագ գնում էին հակագրոհների, իրանք նաև դիրքային գրոհներ էին կազմակերպում ու բայց Arsenal-ը կարողացավ առաջին իսկ, եթե չեմ սխալվում, առաջին իսկ դիպուկ հարվածով դառնալ գոլի հեղինակ, դրվագ եղավ, որտեղ շատ անհասկանալի գործեցին Ատլետիկոյի պաշտպանները, եղավ Տրոսարի կողմից հարված, Օբլակը հեռացրեց, որից հետո Բուկայո Սական դարձավ գոլի հեղինակ։ Այդ իրավիճակում իրականում մեղադրում են Օբլակին շատերը, մեր տղեկի չաթում էր, որ մենք քննարկում ենք, ասեցին լավ դες Օբլակը ինչի համար ինքը սենց արեց եւ այլն, բայց փաստացի դա կենտրոնական պաշտպանների խնդիրն էր, որոնք չկարողացան հետևել Բուկայո Սակային, որ ավելի շուտ արձագանքեց հարվածին, քան պաշտպանները ու ռուսեն ասած Դաբիվանիայի վրայով դարձավ գոլի հեղինակ։ Ինչ մենք տեսանք կոնկրետ Ատլետիկո Arsenal խաղում, այն որ Arsenal-ը եթե պետք է լինում կարող է խաղալ այնպես, որ մրցակիցը չունենա ոչ մի շանս, ընդհանրապես չունենա ոչ մի շանս։ Կոնկրետ Ատլետիկոյի հետ հանդիպումը դրան օգնեց նաև Դիեգո Սիմեոնեն, որը երկրորդ խաղակեսում ինչ որ խայտարակ սխալներ թույլ տվեց փոփոխությունների առումով, ընդհանրապես խայտարակ սխալներ թույլ տվեց փոփոխությունների առումով, խաղադաշտից դուրս բերեց Գրիզմանին, հանեց Լուկմանին, հանեց նաև Խուլիան Ալվարեսին, եթե Խուլիան Ալվարեսն անցկացնում է իր վերջին հանդիպումը բանի Չեմպիոնների լիգայում Մադրիդի Ատլետիկոյի կազմում, ապա ինչու նրան չօգտագործել 90 րոպե։ Առավել եւս, երբ որ Իսպանիայի առաջնությունում ոչինչ դու այլևս չես կարող անել։ Ատլետիկոն դուրս է բերում խաղադաշտ այնպիսի ֆուտբոլիստների, ինչը իր մոտ իրականում խաղի ընթացքում զարմանք առաջացրեց, ու ով էր գրել դրա մասին։ Բլանկոսի էջներ գրել կամ Ֆայկենք էին գրել, որ փաստացի Ատլետիկոն կատարում է ամեն տրանսֆերային պատոհանի ընթացքում տեղափոխություններ, տրանսֆերներ, զուտ է տրանսֆերները կատարելու համար։ Ֆուտբոլիստներ կան, որոնք եկել են Ատլետիկո, որոնք ոչինչ չեն կարող որոշել, հատկապես Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Նման կալիբրի մրցաշարի նման փուլում ոչինչ չես կարող։ Դուրս եկավ Ալմադան, դուրս եկավ Բայենան ու դուրս եկավ Սորլոտը։ Սորլոտը խայտարակություն էր։ Սորլոտը բոլոր օթային պայքարներում բարդվեց։ Սորլոտը չկարողացավ բիլդափում ինչ-որ ձև օգնել Ատլետիկո Մադրիդին։ Այդ ամեն ինչը հասկացավ Arsenal-ը
Արսենալը ուղակի սպանեց խաղը ու 65-րդ րոպեից այնինչ մենք սպասում ենք Ատլետիկոից այդ հարցակվող գոնե գնալ փրկելու հանդիպումը մենք չտեսանք։ Հիմա միանգամից այդ խաղից հետո սկսեցին խոսել Բարսելոնան լիներ ուրիշ ձև էր լինելու, Բարսելոնան մի 4 հատ խփել էր Արսենալին եւ այլն։ Ընկերներ, այս մրցաշրջանը փաստ է Սեր Ալեքս Ֆերգյուսոնի խոսքերի, որ հարցակումը քեզ կարող է բերել հաղթանակներ, ինչպես բերեց Բավարիային, իսկ պաշտպանությունը քեզ կարող է բերել չեմպիոնություններ։ Արսենալը Անգլիայի Պրեմիեր լիգայում առաջին հորիզոնականում է։ Չեմպիոնների լիգայում հասել է եզրափակիչ։ 24 ժամվա ընթացքում, ուշադիր լսեք, 24 ժամվա ընթացքում Դավիդ Ռայան նախ ճանաչվեց Պրեմիեր լիգայի լավագույն դարպասապահ 4 հանդիպումներով անցկացրած։ Ու ընդամենը մի քանի ժամ անց, երբ Բավարիան դուրս մնաց, Դավիդ Ռայան դարձավ նաև Չեմպիոնների լիգայի այդ արդյունավետությամբ լավագույնը։ Արսենալի պաշտպանությունը չեմ ուզում ասել անանցանելի է, ու չեմ ուզում համեմատել օրինակ լեգենդար Միլանյան պաշտպանության հետ, հա Մալդինի, Նեստա, Ստամկաֆու։ Արսենալի պաշտպանությունը ինչ որ յուրօրինակ է։ Արսենալի խաղաոճը ինչ որ յուրօրինակ է։ Ես չեմ ուզում իրանց անվանել ճկուն, որտեվ ճկունությունը չի տեղ հարցը, ու չեմ էլ ուզում իրանց անվանել պրագմատիկ, որովհետև պրագմատիկն էլ տենց չի կպնում այն մտքին, որը ես ունեմ։ Բայց Արսենալը գիտի ու ինքը արդեն այնքան է վարժեցել այդ ամենի մեջ, որ եթե պետք չէ գոլ բաց թողնել, Արսենալը գոլ բաց չի թողնում։ Շատ հազվադեպ դեպքերում է, որ մրցակիցը կարողանում է ճեղքել Արսենալի պաշտպանությունը։ Այն որ Գաբրիելն ու Վիլյամ Սալիբան աշխարհում լավագույնն են, ինձ թվում է այս մրցաշրջանը պետք է փաստած լիներ։ Լավագույնն են կիլոմետրերով բոլորից, կիլոմետրերով։ Տաուպամեկանո, Վանդեյ Կոնատե, ու մեկ ուզում ընդ Մարկինյոս Պաչո։ Իրանք այդ մակարդակը չեն, ընդհանրապես այդ մակարդակը չեն։ Միկել Արտետան կետային փոփոխություններ կատարեց, դուրս բերեց խաղի ժամանակ, ճիշտ ընթացքում Մարտին Զուբիմենդի, փոխեց Կալաֆիորին, որ ավելի արձակվողական է Ինկապիեով, հանեց սակային Մադուեկե մտցնելով, որ ավելի ակտիվություն պետք է տա, Էզեին հանեց, ավելի շատ բալանս բերող Էդեգոր մտցրեց։ Այսինքն երկու մարզիչներ, որոնք հնարավորություն ունեին ազդելու խաղի վրա, երկուսից մեկը ազդեց դրականորեն, իսկ մյուսը բացասական։ Դիեգո Սիմեոնեն ոչինչով չօգնեց, իսկ Միկել Արտետան ամեն ինչով օգնեց թիմին։ Հիմա կասեն լավ դե 1-0-ի հաղթել ընդհանուր մի գոլի առավելությամբ դուրս եկել եզրափակիչ ընկերներ, քանի կա արդյունք, ոչ մեկին դա ընդհանրապես հետաքրքիր չէ։ Արսենալը եզրափակում է 20 տարի անց։ Հիմա դիր Արսենալի երկրպագույն փորձի համոզեր, որ այն ֆուտբոլը չի խաղում Արսենալը, որը մենք ցանկանում ենք տեսնել, որը կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակում։ Իմ դի փորձի համոզի Արսենալի երկրպագույն, կասի ով ես դու, ես Չեմպիոնների լիգայի եզրափակում եմ, իմ թիմը հեսա հաղթում է Պրեմիեր լիգան։ Դու կարող ես ինչ-որ մի հատ բան ասել։ Չես կարող։ Ընդհանրապես չես կարող։ Ու Արսենալը արժանիորեն դուրս է գալիս եզրափակիչ։ Ատլետիկոն ինձ հիասթափեցրեց ամբողջությամբ, որովհետև ոչ թե նրա համար, որ իրանք պարտվեցին Արսենալին, սենց թե նենց պետքա պարտվող լինի այդ ամենում։ Իրոք պետք է պարտվող լինի այդ ամենում։ Մեկը պետքա հաղթի, մյուսը պետքա պարտվի։ Բայց պարտվողը պետք է ցույց տա, որ ինքը չի հաշտվում պարտության հետ ու պետք է գնա առաջ։ Դա մենք չտեսանք Ատլետիկոյի կողմից, ինչը հեշտացրեց Արսենալի աշխատանքը։ Ու հիմա փաստացի ընկերներ, շատ հետաքրքիր պարադոքս, երկու տարբեր աշխարհները բախվելու են մայիսի 30-ին Բուդապեշտում։ Մի կողմից Paris Saint-Germain-ը, որի հարձակման ներուժը տիեզերական է, որը, եթե չեմ սխալվում, Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում խփել է ամենաշատ գոլը, եւ այդ թիմը մրցելու է մաքսիմալ արդյունքի վրա պրագմատիկ ֆուտբոլ դավանող, մրցաշարում ամենակիչ գոլ բաց թողած թիմի դեմ։ Երկու տարբեր աշխարհներ ընկերներ, երկու տարբեր աշխարհներ, որոնք բախվելու են իրար մայիսի 30-ին։ Ես չեմ ուզում մտածել, որ լինելու է Paris Saint-Germain Inter եզրափակիչը։ Ես վստահ եմ, որ այդպես չի լինելու, որովհետև Arsenal-ն այնպիսի թիմ է, որ ինքը կարող է 120 րոպե, եթե պետք է խաղալ 0-ի վրա, ինքը կխաղա 0-ի վրա։ Arsenal-ը խաղացել է PSG-ի դեմ։ Միմյանց թիմերը գիտեն։
բայց ի տարբերություն Paris Saint-Germain-ի, որը մնացել է նույնը, ուղղակի իր խաղաոճը դեռևս հնարավոր չէ հաղթահարել այնպես, որ դու կարողանաս լճից չոր դուրս գաս։ Arsenal-ը հմտացրել է պաշտպանությունը։ Arsenal-ը հիմքը դրել է պաշտպանության վրա։ Ու դա էլ ավելի է բարդացնելու Paris Saint-Germain-ին։ Ստեղ երկու խաղանի չի լինելու, ստեղ մեկ խաղ է լինելու։ Մեկ խաղ, որտեղ դու պետք է օգտագործես քո պահերը։ Երկուսն էլ պատրաստ են լինելու այս խաղին։ Ու գնալու է ֆանտաստիկ հանդիպում։ Կարծում եմ օրինաչափ է։ Ես ասել էի, Arsenal-ը եթե դուրս գա, օրինաչափ է, PSG Բավարիա զույգից ով էր դուրս գա եզրափակիչ կրկին օրինաչափ է։ PSG Arsenal երկու տարբեր աշխարհներ, որտեղ հաղթելու է կան ռոմանտիզմը, կան պրագմատիզմը։ Ու ով էլ հաղթի, ճիշտն իր ձեռքերում է լինելու։ Ինչ ֆանտաստիկ երեկո է մեզ սպասվում առաջիկայում։ Այսօրվա համար այսքան ընկերներ, Չեմպիոնների լիգան է մոտենում ավարտին, մոտենում է ավարտին նաև մրցաշրջանը։ Մրցաշրջանի ավարտից հետո կունենանք փոքրիկ դադար, որից հետո արդեն կսկսենք աշխարհի առաջնության մասին խոսել։ Բայց դե ինչպես ենք դա հասցնելու գիշերվա միլիոնին խաղերը, ես չգիտեմ, բայց ինչ որ մի բան կմտածենք։ Բայց ամենայն դեպս մրցաշրջանի ավարտից հետո ես կարծում եմ, որ կունենամ որոշակիորեն դադար բոլոր հարթակներում, որպեսզի ինքս հանգստանամ ֆուտբոլից։ Հուսամ կվերադառնամ։ Բայց հիմա իրոք զգում եմ, որ այս մրցաշրջանն ավարտել է, պետք է գնալ դադարի։ Հանգստանանք բոլորս, բայց մինչ հանգստանալը սպասենք մայիսի 30-ին Չեմպիոնների լիգայի եզրափակում PSG Arsenal խաղին։ Ձեզ հետ Գեորգ Մալաքյանն էր։ Հաջողություն։